Իսպանիայի թագավորությունում ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումների առանցքում խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներ։ Երևանը հյուրընկալել է ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոդ սեմինարի մասնակիցներին։ Երկօրյա սեմինարին մասնակցել է շուրջ 160 պատվիրակ։ Այս շաբաթ խորհրդարանական լսումներ էին հրավիրել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ու ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը։ Անցնող շաբաթ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Իսպանիայի թագավորություն։ Հանդիպումների շարք, քննարկումների լայն շրջանակ ու ելույթ։ Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում արտերկիր կատարած բոլոր այցերի շրջանակում Ալեն Սիմոնյանը ներկայացնում է հայկական դիրքորոշումն ու խորհրդարանական դիվանագիտության համատեքստում առաջ մղում խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր երկրի ձգտումները։ Իսպանիայի թագավորության падգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ հանդիպումն է Մադրիդում։ Քննարկումների առանցքում Հայաստան-Իսպանիա հարաբերություններն են, որի համատեքստում շեշտը դրվում է միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող խնդիրներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Առանձնակի կարևորվեց Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեց խաղաղությանը միտված համատեղ հռչակագիր։ Այս համատեքստում կոնգրեսի նախագահն արժևորեց ստորագրված փաստաթղթերը, նշելով, որ Իսպանիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող անձանց խնդրին, կարևորելով անհետ կորած համարվողների հարցը։ Հանդիպման ավարտին մեր երկրի ազգային ժողովի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, գործընկերոջ ուղեկցությամբ շրջեց նաև կոնգրեսի շենքում, ապա դահլիճում հետևեց նիստերի աշխատանքներին։ Al presidente de la Asamblea de Armenia, el señor Alen Simonian, y a la delegación que les acompañan hoy en visita oficial aquí al Congreso de los Diputados. Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Մադրիդում Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ էր։ Ջերմ ընդունելություն եւ փոխադարձ ողջույններ նման այցերը կարևոր են երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից, ընդգծում է Պեդրո Ռոյանը։ Հանդիպումը սկսվում է միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմամբ։ Առանցքում էին նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները։ Առանձին անդրադարձ կատարվեց Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագրին։ Այս համատեքստում Սենատի նախագահը նշեց, որ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ու հավելեց, խաղաղության հաստատումը այլընտրանք չունի։ Սենատում ևս ազգային ժողովի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում։ Հաջորդիվ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցեց Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց այդ նվիրական տոնի առթիվ ու հիշեցրեց, որ մեր ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոնն է, այլև մեր որդեգրած արժեքների, ազատության, տոկունության, խաղաղության եւ ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատումն է։ Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարևոր ուղերձ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը։ Այն կարևոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին։ Խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում եւ որին արժանի են։
Խոսելով հայ-իսպանական հարաբերություններից ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց Իսպանիայի դերը որպես գործընկեր թե Եվրոպական միության շրջանակում, թե դրա սահմաններից դուրս։ Թող այսօրը եւս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի եւ Իսպանիայի կապերը, իշա մեր ժողովուրդների բարության, խաղաղության եւ բարեկամության։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ Իսպանիայի թագավորությունը։ Շնորհակալություն։ Աշխատանքային այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաև ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմին։ Քննարկվեցին տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ։ Հանդիպմանը հիմնադրամի ուսանողներին տրվեց հնարավորություն հարցեր ուղղելու ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Մինչ Հայաստան վերադառնալը մեր երկրի խորհրդարանի ղեկավարը իսպանական El Mundo պարբերականի խնդրանքով հարցազրույց տվեց լրատվամիջոցին։ Լրագրողը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց տարածաշրջանային զարգացումներից եւ Հայաստանի ստանձնած խաղաղության օրակարգից։ Խորհրդարանական գործընկերության համատեքստում մեկնարկեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոզ-Ռոդ սեմինարը։ Երևանն ժամանել կառույցի անդամ եւ ասոցիացված երկրների շուրջ 160 պատվիրակներ։ Քննարկումների առանցքում փոփոխվող աշխարհի անվտանգությունն է։ Սեմինարը Հայաստանում է անցկացվում մեր երկրի առաջարկով։ Հայաստանը միջազգային հարթակներում այսօր ունի հուսալի գործընկերոջ կարգավիճակ աշխարհաքաղաքական վերաձևումների պայմաններում ու Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ֆոնին պատահական չէ, որ վերոնշյալ սեմինարն անցկացվում է հենց մեր երկրում, որին նատոյականներից բացի մասնակցում են ուժային կառույցների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ ու տարբեր երկրներից ժամանած փորձագետներ։ Հայաստանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ասոցիացված անդամի կարգավիճակ ունի դեռ 2002 թվականից եւ Ռոզ-Ռոդ սեմինարը մեր երկրում է անցկացվում արդեն 4-րդ անգամ։ Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը։ Այս համատեքստում էլ Երևանն ժամանել վեհաժողովի պատվիրակները, որոնց թվում են նաև Թուրքիայի եւ Բաքվի ներկայացուցիչները։ Շուրջ 3 տասնամյակի պատմություն ունեցող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հարթակի գործնեության հիմքում ժողովրդավարական պետությունների միջև վստահության ամրապնդումն է, անվտանգության ոլորտում համագործակցության խորացումն ու տարածաշրջանային խնդիրների շուրջ պարփակ քննարկումները։ Այս սեմինարը հնարավորություն է երկխոսելու ու միավորվելու խաղաղության, կայունության եւ համագործակցության արժեքների շուրջ բացման խոսքում շեշտեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն ու կարևորեց քննարկվող թեմաները։ Խաղաղության գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունը, ժողովրդավարության դիմակայությունը, հիբրիդային սպառնալիքները եւ ապատեղեկատվությունը, տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը։ Հայաստանն այսօր տարածաշրջանում ստանձնել է կարևոր առաքելություն խաղաղության հաստատման տեսանկյունից, որի առհավատչյան է մեր երկրի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Անդրանիկ Քոչարյանը դիմելով սեմինարի մասնակիցներին անդրադարձավ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում ստորագրվեց համատեղ հռչակագիր։ Այդ փաստաթղթով նոր էջ բացվեց Հարավային Կովկասի պատմության մեջ, ամրագրվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքները։ Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Սա պատմական քայլ էր դեպի կայուն եւ երկարատև խաղաղություն մեր տարածաշրջանում, փաստեց ազգային ժողովի նախագահի տեղակալն ու դահլիճում գտնվող ադրբեջանցի Մուրադ Մուրադովի ներկայությունը, որակեց խաղաղությանը միտված եւս մեկ քայլ։ Ազգային ժողովի փոխնախագահը մանրամասնեց նաև եռակողմ հանդիպմանը համատեղ ստորագրված հռչակագիրը։
Հռչակագիրը կարևորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը հանուն խաղաղության, կայունության եւ բարության։ Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղի TRIP հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի Հայաստանի տարածքում։ Սույն նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից ավելին է։ Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն հաղթահարելու անցյալի հակամարտությունները եւ կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա։ Մեր պատն է չկորցնել այս հնարավորությունը եւ այն վերածել կայունության եւ զարգացման պատմական իրականության։ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու նշեց, որ այն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հարգելի գործընկերներ, տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բևեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել մեզ համար։ Ներկայում մենք աշխատում ենք դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Քաղաքական, տնտեսական եւ անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարևանների հետ եւ բարիդրացիական հարաբերություններ եւ համագործակցություն բոլոր կողմերի հետ։ Մենք ակնհայտորեն տեսնում ենք Հայաստանի ղեկավարության խիզախությունը շարունակելու խաղաղության գործընթացը եւ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։ Ես կկրկնեմ այն, ինչ ասացի բացման խոսքում, քանի դեռ ունենք ամուր ժողովրդավարություն, ունենք հնարավորություն ստեղծելու ավելի լավ պայմաններ անվտանգության ու խաղաղության համար։ Սեմինարն անցկացվում է կարևոր մի փուլում, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն իրականություն է դառնում, ընդգծեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու շեշտեց, որ անվտանգային եւ պաշտպանության ոլորտներում մեր ջանքերն ուղղված են ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու խաղաղության միջավայրի ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումներին, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։ Խոսելով համագործակցությունից անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստեց, որ Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն համագործակցում են նաեւ օրենքի գերակայության, հակաահաբեկչության ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով։ Հավասարակշռված եւ հավասարակշռող արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանն այսօր մեծ աշխատանք է տանում նաեւ Եվրամիության հետ։ Դրա վկայությունն է 2025-ի մարտի 26-ին ազգային ժողովի ընդունած Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Լեհաստանն աջակցում է դեպի Եվրոպա գնացող Հայաստանին հաստատելու երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն այս տարածաշրջանում, փաստում է այդ երկրի պատվիրակության ղեկավարն ու հավելում. Մենք գնահատում ենք Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերը կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ երկար տարիների հակամարտություններից հետո։ Ես տպավորված եմ Հայաստանով։ Երկօրյա սեմինարն ընթացավ զեկույցների եւ հարցուպատասխանի ձևաչափով, մասնակիցները խաղաղության օրակարգի վերաբերյալ ներկայացրին իրենց դիրքորոշումները։ Ադրբեջանի պատվիրակն իր խոսքում անդրադարձավ նաեւ անկլավների, էքսկլավների հետ կապված հարցերին, դրանց իրավական ու քաղաքական հիմքերին։ Փորձեցի հղել մեծ ուղերձ, ընդգծելով խաղաղության հեռանկարները։ Իսկապես հավատում եմ, որ եթե խաղաղության պայմանագիրը վավերացվի հնարավորինս շուտ, սահմանները կբացվեն եւ մենք կկարողանանք ստեղծել որոշակի տնտեսական համագործակցության ձևաչափ։ Զարմանուս նաեւ մեզ շատ սթափ լուծումների մասին խոսեց պատվիրակը Մամեդովը, այն մասին, որ դրանք հավասարազոր տարածքային միավորներ են եւ գուցե իշխանությունները, կառավարությունները խոսեն, որ դրանց այսպես ոչ թե գնալ բաժանարար ճանապարհով, այլ եղած իրավիճակը ստատուս քվոն գուցե հնարավոր լինի պահպանելով որևէ լարվածություն չառաջացնել այդ խնդիրների շուրջ։ Հայաստան գալուց առաջ փոքրինչ լարված էի, բայց դա շատ կարճ տևեց, նշում է Ադրբեջանի ներկայացուցիչն ու հավելում. Ձեր երկիր մտնելուն պես հասկացա, որ հայերը շատ հյուրընկալ են, ու առաջինը, որ գրավեց իմ ուշադրությունը, երևանյան կարմիր տուֆն էր։ Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթմա Աքսալն էլ ընդգծեց, որ Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հարևաններ են ու հարաբերությունների կարգավորման համար այսօր նոր էջ է բացվել։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև լավ հարաբերությունները կնպաստեն ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու բարեկեցությանը տնտեսական ռազմավարության տեսանկյունից։ Խաղաղությունը տարածվելու հատկություն ունի, պետք է բոլորս մեր ջանքերը ներդնենք հանուն խաղաղության։ Թուրքիայի պատվիրակը շատ լավ առաջին նիստում ասաց. Հայաստանը այսօր իր քաղաքական ինքնուրույնությունը ցույց տվող երկիր է։ Ինքը ինչ ասաց, որ ոնց որ թե խնդիրները Հայաստանի հետ եղել են Հայաստանից դուրս։ Հիմա Հայաստանը գտել է այդ խնդիրների լուծումը Հայաստանի շնորհիվ իր ինքնիշխանության ընկալման։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը անդրադարձավ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրին ու փաստեց, որքան արագ ավարտական տեսքի բերվի խաղաղությունը, այնքան ավելի արագ կնյութականանան դրա օգուտները։ Սեմինարին զուգահեռ տեղական լրատվամիջոցների համար իրականացվեցին նաև ճեպազրույցներ։ Ռոզրոթի Երևանյան սեմինարի ավարտին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալը չթաքցնելով հիացմունքը մեր երկրի ու հայ գործընկերների նկատմամբ փաստեց, որ Հայաստանի ազգային ժողովը մեծ պատասխանատվությամբ եւ միջազգային բոլոր կանոններով հյուրընկալեց սեմինարի մասնակիցներին։ Ագնես Վադայի եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը սատարում է Հայաստանի ստանձնած խաղաղության օրակարգին։ 108-րդ Ռոզրոթ սեմինարն ավարտվեց մեկ կարևոր արձանագրմամբ։ Կնճռոտ հարցերի լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է, հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Աշխատանքային այցով Անդորրայի իշխանապետությունում գտնվող ազգային ժողովի պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ այցելել է երկրի խորհրդարան։ Օրենսդիր մարմնում Հայաստանի պատվիրակությանը դիմավորել է Անդորրայի իշխանապետության խորհրդարանի նախագահ Կարլես Էնսենյատ Ռեիգը։ Խորհրդարանի նախագահի ուղեկցությամբ ազգային ժողովի падգամավորները շրջայց են կատարել Անդորրայի խորհրդարանում, ծանոթացել պատմությանը եւ տեղական օրենսդրական փորձին։ Շրջայցին հաջորդել է ազգային ժողովի պատվիրակության հանդիպումն Անդորրայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկումների առանցքում են եղել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում միջխորհրդարանական կապերի ընդլայնման նոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։ Այս շաբաթ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության որոշմամբ հրավիրվել էին խորհրդարանական լսումներ, թեման խմբակցության ներկայացրած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծներ։ Այսօր մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության։ Կարծում եմ, որ առաջին հերթին հենց մենք ընդդիմադիրներս ակնկալելով լայն հասարակական կոնսոլիդացիա պիտի օրինակ ցույց տանք մեր համախմբվելու եւ մեկ գաղափարի շուրջ ուժերի ներածի չափով ու մի քիչ ավել պայքարելով։ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը ներկայացրեց պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, էականորեն շեղվելով իր իսկ ներկայացած եւ խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Ըստ Աբրահամյանի պատիվ ունեմ խմբակցության դիրքորոշումը հետևյալն է. այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումն ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը ենթադրում է մի շարք քայլերի հերթականություն, որոնք նկարագրված են հայտարարված տեքստում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության դիրքորոշումը քննարկվող հայտարարության նախագծի եւ դրանից բխող անվստահության գործընթաց սկսելու մասին ներկայացրեց Իշխան Սաղաթելյանը։ Մեր դիրքորոշումը նախագծին կողմ է եւ հանձնաժողովում եւ ազգային ժողովի լիագումար նիստում կողմ ենք քվեարկելու։ Ելույթներում մասնակիցները խոսեցին անվստահության գործընթացի շրջանակում իրականացվելիք քայլերի, ծրագրերի մասին, ներկայացնելով իրենց տեսլականը անցումային կառավարության ձևավորման, գործունեության ժամկետների, առաքելության, անցումային կառավարության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։ Կիբերհարձակումները, կիբերմիջադեպերն ու կիբերանվտանգության ոլորտում առկա մարտահրավերները լուծելու նպատակով կառավարությունը հեղինակել է օրենսդրական փաթեթ։ Հարցը քննարկվել է պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Հիմնական նպատակը բարձրացնել մեր կիբերպաշտպանական կարողությունները եւ մեր իմունիտետը դիմագրավելու այն կիբերսպառնալիքներին, որոնց մենք առերեսվում ենք այսօր։ Նախարարի խոսքով օրենսդրական փաթեթի ընդունմամբ խնդիրների վերջնական վերացում կամ ոլորտի ամբողջական կարգավորում չի լինելու։ Դրան պետք է հաջորդի շուրջ 3 տասնյակ ակտերի ընդունում։ Առաջարկում ենք ազգային ժողովին ստեղծել նոր ինքնավար մարմին, այն է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որտեղ պետք է գեներացվեն փորձագիտական, մասնագիտական, բարձր կարողունակություններ, գիտելիքներ, հմտություններ,
ըստ էության այս մարմինը ստանձնելու է պետական կառավարման համակարգի կիբերպաշտպանության քաղաքացիական մասով կիբերպաշտպանության գործառույթները Մարմինն իրականացնելու է մի շարք կարգավորող իրավասություններ, մասնավորապես հանրային տեղեկությունների հասանելիության եւ կառավարման մասով, պետական թվայնացման լուծումների տեղակայում, կառավարում եւ սպասարկում, 24/7 ռեժիմով անխափան աշխատանքի ապահովում, միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների, թվային պահոցների եւ համակարգերի մշտադիտարկում եւ անվտանգության ապահովում, ժամանակակից անպային ենթակառուցվածքների, ծառայությունների եւ տեխնոլոգիաների ներդրում, որը նաեւ հասանելի կլինի մասնավոր հատվածի համար։ Այս նոր մարմինը ենթաօրենսդրական ակտերով պետք է սահմանի ընդհանրապես կիբերանվտանգային ծառայություններ մատուցող ընկերությունների համար ստանդարտներ, չափորոշիչներ որակավորելով նրանց, ինչպես նաև համապատասխան մասնագետներին եւս որակավորելով, որովհետեւ մենք խոսում ենք մեր երկրի ազգային անվտանգության մասին, մեր երկրի համար կրիտիկական նշանակություն ունեցող այնպիսի ենթակառուցվածքների մասին, Հաջորդ առաջարկվող բարեփոխումը վերաբերում է տվյալների ոլորտում քաղաքականությանը, որի նպատակն է սահմանել մեկ անգամյա տվյալի տրամադրում պետական եւ մասնավոր հատվածի համար։ Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով շահութահարկ վճարողներին հնարավորություն կտրվի մինչև 2.5% չափով պետական հանրակրթական դպրոցներին, բուհերին եւ նախնական մասնագիտական արհեստագործական միջին մասնագիտական կրթական հաստատություններին տրված նվիրատվությունները նվազեցնել իրենց համախառն եկամտից։ Սա իրականում օգտագործված այսպես ասած դասական իմաստով օգտագործված բույքի մասին չի։ Օրինակ, ենթադրենք, եթե 1 տարեկան համակարգիչը, որը համաշխարհային ընկերությունը օգտագործել է, դա ասենք պոլիտեխնիկի համար թանկարժեք ժամանակակից տեխնոլոգիա է ուսանողի համար։ Այսինքն կարա այդ տեխնիկան օրինակ ծրագրավորողի համար լինի 1 տարեկան եւ այլևս պետք չլինի, բայց ուսանողի համար դա լինի գերժամանակակից միջոց։ Նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով։ Նվիրատվությունները կարող են լինել եւ դրամական, եւ գույքային տեսքով։ Բազմաթիվ տնտեսվարողներ պատրաստակամություն են հայտնում իրականացնելու ավելի շատ նվիրատվություններ կրթական եւ գիտական հաստատություններին, նպատակ ունենալով կարճաժամկետ հատվածում նպաստելու իրենց հետաքրքրող մասնագիտությունների գծով շրջանավարտների որակավորման աճին, ինչպես նաև երկարաժամկետ հատվածում այդ հաստատություններում միջազգային չափանիշներին համապատասխան միջավայրի ձևավորմանը։ Օրենսդրական փոփոխության արդյունքում որոշակիորեն կբավարարի կրթական հաստատությունների դրամական պահանջները, մյուս կողմից կստեղծվի կրթություն բիզնես ամուր կապերի հիմք, ապահովելով կադրերի պատրաստման եւ հետազոտությունների իրականացման ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն։ Թափոնների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթով կամրագրվեն վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները եւ գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները։ Գործադրի օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը։ Խոսելով պետական բյուջեի հիմնական ցուցանիշներից ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտների տարեկան ճշտված ցուցանիշը կազմում է 2 տրիլիոն 848 միլիարդ դրամ եւ ծախսերը կազմում են 3 տրիլիոն 466 միլիարդ դրամ, որի արդյունքում եղել է կատարողականի բարձր մակարդակ։ Դեֆիցիտը կազմել է 39.2 միլիարդ դրամ, պլանավորված 325 միլիարդ դրամի փոխարեն։ Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուր երկրի սոցիալական ու իրավական զարգացման հիմնասյուներից է, այն ուղղակիորեն ազդում է հասարակության ապագայի վրա։ Հայաստանի համար այս թեման հատկապես կարևոր է, քանի որ երեխաների անվտանգության, կրթության, առողջապահության եւ հավասար հնարավորությունների ապահովումը ոչ միայն օրենսդրական, այլև պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է։ Այս համատեքստում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը եւ երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը խորագրով։ Երեխայի իրավունքների մասին գործող օրենքը ընդունվել է դեռևս 1996 թվականին։ Տարիների ընթացքում օրենսդրական փոփոխությունների է ենթարկվել, սակայն որպես այդպիսին ամբողջության համապարփակորեն չի ապահովում բոլոր խնդիրների համակարգային օրենսդրական կարգավորումները։
Կառավարության մեր գործընկերները մշակել են օրենսդրական փաթեթ, որի նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծումն ու ամրապնդումը, միջազգային պարտավորությունների լիարժեք կատարման եւ երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով։ Շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ժամանակն է լավարկելու նախագիծը, որն արդեն ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է, բացելով խորհրդարանական լսումները, նշեց ոլորտային հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը։ Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է երեխայի լավագույն շահի առաջնահերթության պարտադիր ապահովում եւ դրա կառուցակարգերի հստակեցում, երեխայի իրավունքի պաշտպանության համակարգում պետական եւ տեղական մարմինների լիազորությունների հստակեցում, համայնքում մասնագիտացված ստորաբաժանումների եւ մարզերում բազմամասնագիտական խորհուրդների ստեղծում, որդեգրման եւ խնամատարության գործընթացների բարելավում, երեխայի կարծիքը պարտադիր հաշվի առնելու գաղտնիքի պահպանման եւ դատավարության ժամկետների կրճատման միջոցով։ Ներդրվում են նաեւ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու, նրան շահագործելու եւ բուլինգի ենթարկելու հասկացությունները, կարգավորվում է նշված դեպքերում պարտադիր ահազանգման ինստիտուտը։ Շոշափվում է մեր պետության ապագային ու ներկային միտված առանցքային եւ կենսական հարցերից մեկը՝ երեխայի իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Սրանք արդեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսքերն են։ Մենք այստեղ ենք քննարկելու ոչ միայն օրենսդրական փաթեթը եւ դրանից բխող որոշումները, այլ մի բան, որն ավելին է՝ մեր ապագան։ Մեր երեխաները մեր հույսն են, մեր վաղվա պայծառ գալիքի երաշխավորը։ Նրանց աչքերում մենք պետք է տեսնենք ոչ թե անպաշտպանություն կամ վախ, այլ անսահման հնարավորություններ եւ անսասան վստահություն։ Հենց սրա համար է, որ պետությունը եւ պետական մարմինները երեխաների իրավունքների պաշտպանությունը պահում են եւ շարունակելու են պահել ուշադրության կենտրոնում։ Երեխաների պաշտպանությունը պարզապես սոցիալական քաղաքականություն չէ, այն մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անկախության, անվտանգության եւ բարեկեցիկ ապագայի հիմքն է։ Թորոսյանի խոսքով մեր երկիրը վճռական հանձնառություն է ստանձնել երեխաների իրավունքների ներառման, արդարության եւ պաշտպանության սկզբունքների պահպանման հարցում։ Բարձր գնահատելով պետության կողմից իրականացվող ծրագրերը, նախարարը հայտնեց, որ երեխայի այլընտրանքային խնամքի շարունակական բարեփոխումների իրականացման արդյունքում շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե 5 անգամ կրճատվել է։ Նախարարը մի քանի վիճակագրական տվյալ եւս ներկայացրեց, այսպիսով 2018-ից 2025 թվականներին խնամատար ընտանիքներում գրանցվել խնամքի կազմակերպման ծավալի կտրուկ աճ, իսկ առողջապահական համակարգում իրականացված բարեփոխումների համատեքստում արդեն 2019 թվականի հուլիս ամսից մինչև 18 տարեկան բոլոր անչափահասների համար հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակում։ Նշվեց նաև, որ կառավարության կողմից ներկայում իրականացվող 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրն էլ կնպաստի նոր կրթական միջավայրի ստեղծմանը։ Մենք պարտավոր ենք ապահովել, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում մեծանա միջավայրում, որտեղ սերն ու պաշտպանությունը ավելի ուժեղ են, քան անտարբերությունն ու վտանգը։ Միայն խաղաղության պայմաններում կարող են կառուցել ուժեղ պետություն եւ ապահովել մեր երեխաների անվտանգությունը, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով։ Հարգելի գործընկերներ, կարևորում եմ եւս մեկ անգամ նշել, որ այս օրենսդրական փաթեթի ընդունմամբ մենք անում ենք վճռական քայլ դեպի ավելի արդար, ներառական եւ երեխայակենտրոն Հայաստան։ Լսումներին ներկա էր նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին։ Նա ևս կարևորեց օրենքի նախագծի համապարփակ քննարկումն ու անդրադարձավ երեխաների պաշտպանության հարցում մի քանի առաջնահերթությունների։ Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը թեև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի մշակել, այնուամենայնիվ այն նաև այդ հաստատության հաջողությունն է։ Կառույցը բազմիցս բարձրաձայնել է երեխայի իրավունքների պաշտպանության տիրույթում համակարգային խնդիրների մասին։ Մանասյանի խոսքով թյուր են պատկերացումներն այն մասին, թե մեր հասարակությունում երեխայի հանդեպ բռնության դեպքերը քիչ են։ Ըստ գերատեսչության ղեկավարի 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1011 քրեական վարույթ։ Տուժողների թվում են մինչև 12 տարեկան երեխաները։ Այս համատեքստում մարդու իրավունքների պաշտպանը խոսեց ոչ միայն ֆիզիկական բռնության մասին։ Ես կուզենամ հատուկ արձանագրել նաև երեխայի նկատմամբ սեռական բռնության տարբեր դրսևորումները, որոնք այդ թվում առկա են մեր հասարակական միջավայրում, եւ ցավալի մի փաստ, որ ընդհանրապես այդ դրսևորումների արկայության պարագայում կամ ճանաչելի չեն այդ բռնության ձևերը, կամ հակառակը նույնիսկ ճանաչելի լինելու պարագայում շատերը նույնիսկ չեն էլ բարձրաձայնում դրա մասին դա որպես պարզապես խարան ընկալելով։ Կրթությունից դուրս մնալը լուրջ խնդիր է դարձել։
Ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացրած տվյալների, ամեն տարի 6-ամյա շուրջ 3000 երեխա առաջին դասարան չէր հաճախում, զրկվելով պարտադիր կրթության իրավունքից։ Դպրոցահասակ երեխաների ընդունելության նոր կարգի շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել այդ թիվը։ Այսուհետ 6 տարեկանից բարձր երեխաները կսովորեն իրենց տարիքին համապատասխան դասարաններում։ Համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանություն ու որդեգրման ինստիտուտի բարեփոխում։ Սրանք արդեն այն փոփոխություններն են, որոնց անդրադարձան քննարկման հաջորդ մասնակիցները։ Ինչ եղանակով պետք է երեխայի համար անվտանգ առցանց միջավայր ապահովվի, ինչ միջոցներ եք ձեռնարկելու խնդրի լուծմանը հասնելու համար։ Նախ փորձել ենք խոսել առաջին անգամ էլի եմ կրկնում օրենքի մակարդակում անվտանգ միջավայրում երեխայի այդ թվում նաև առցանց անվտանգ միջավայրում երեխայի խնամքն ու դաստիարակությունը ապահովելու հանձնառության մասին, ինչպես նաև պետությունը ասել ենք, որ իր մարմինների կազմակերպությունների միջոցով կստեղծվի առցանց այդ թվում առցանց անվտանգ միջավայր։ Այստեղ արդեն մեր բնականաբար լիազոր մարմնի Բնականաբար տիրույթում կլինի մեզ հետ համագործակցելով ստեղծել այդ մեր պատկերացրած առցանց անվտանգ միջավայրը, այդ թվում նաև որոշակի հեռարձակումների տիրույթում ինչ որ սահմանափակումներ կիրառելու եւ այլ ճանապարհով, այնպես ինչպես անում են որոշ երկրներ, երեխայի տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով։ Հայրության ճանաչման հետ կապված կենսաբանական անպայման կենսաբանական հիմքեր են պետք։ Ինչպես է դա ստուգվելու, ինձ համար շատ հետաքրքիր է, արդյոք բոլոր հայրերը հետայսու ԴՆԹ տեստ են հանձնելու, եթե փաստացի ծնողը այլ մեկն է, ո՞նց է դա ստուգվելու։ Առանձնահատկություններ ենք սահմանել, որ հայրության ճանաչումը բնականաբար չենք կարող արգելել, երբ էկոյով է տեղի ունեցել, բայց մենք խոսում ենք շատ պարզ օրինակով բացատրեմ այնպիսի դեպքերի մասին, երբ օրինակ X կին կարող է ծննդաբերել եւ հրաժարվել եւ X տղամարդ ճանաչվի որպես հայր։ Մենք այս դեպքերում ասում ենք, որ այդ դեպքում ինքը ԴՆԹ անալիզ պիտի հանձնի եւ եթե հայրությունը չփաստվի, այդ դեպքում այդ ծախսերը չի հատուցի պետությունը։ Շուրջ 5 ժամ տևած խորհրդարանական լսումներին մասնակցեցին պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նշվեց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պահանջում է համատեղ եւ հետեւողական աշխատանք պետական կառույցների, օրենսդիրի եւ քաղաքացիական հասարակության համախմբված ջանքերով, իսկ լսումների արդյունքում բարձրաձայնված խնդիրները տեղ կգտնեն օրենսդրական փաթեթում։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխիի հետ։ Սիսակ Գաբրիելյանը խոսել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ։ Նա բարձր է գնահատել Վրաստանի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում եւ շնորհակալություն հայտնել Հայաստանին աջակցության համար։ Մարիամ Լաշխին համոզմունք է հայտնել, որ համատեղ կիրականացվեն նախանշված բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը։ Կարևորվել է նաև Հայաստանի եւ Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը երիտասարդական երկխոսության զարգացման եւ համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման տեսանկյունից։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները բարբերաբար այցելում են Հայաստանի տարբեր մարզեր եւ տեղում ծանոթանում խնդիրներին, փորձելով լուծումներ գտնել դրանց համար։ Հերթական այցն Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում էր։ Այս այցը սակայն տարբերվում էր նախորդից, падգամավորներն այստեղ են արդեն կատարված աշխատանքները տեսնելու համար։ Բնակչի խնդիրները եւ արդեն լուծված խնդիրները արդյոք դրանք համապատասխանում են այն պահանջներին, որ պետք էր, որ ուներ բնակիչ, այսինքն արդյոք բավարարված է բնակիչը թե չէ, կարելի է ամբողջապես պատկերացնել միայն այն ժամանակ, երբ որ անմիջապես շփվում ես այդ բնակչի հետ, երբ որ անմիջապես քո աչքը տեսնում է այդ դպրոցը, այդ պարտեզը, այդ փողոցները, որ ասֆալտվել են, ու նպատակը դրանում էր, որպեսզի հասկանանք արդյոք բավարարված է բնակչային պահանջը, որը մենք խնդիր ենք դրել լուծելու։ Տափերական բնակավայրում ապրողներն արդեն ունեն նոր կառուցված ամբուլատորիա։ Նոր վերանորոգված տեղում ավելի հաճելի, ավելի մաքուր, երեխաները խաղասենյակ ունեն, այնտեղ տիկնիկներ կան, խաղում են, զբաղվում են, մինչև իրենց մամաները մյուս երեխային պատվաստում են։ Նախկին պայմանները ահավոր վիճակ էր այնտեղ։
պատերին ձեր չէին կանտան, թափում էր լրիվ։ Երեխաների սենյակ չկար։ Իսկ հիմա ամեն ինչը անտիր է, շատ հաճելի, ծնողները առաջ անգամ մտնում են, ասում են, իսկ ինչ հրաշք է, ընկել ենք դրախտ։ Տափերականում վերանորոգվել են նաև շենքերի տանիքներ։ Վեդի խոշորացված համայնքի նոր ուղի եւ գինեվետ բնակավայրերի 93 երեխա դեկտեմբերից կհաճախեն նոր կառուցված մանկապարտեզ։ Այս երկու բնակավայրերում մինչ այժմ մանկապարտեզ չի եղել։ Այսպիսի ծրագիր ունենք նաև նմանատիպ շենքի կառուցում Սիսավան բնակավայրում, որը այս պահին ընթացքի մեջ է, նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել նաև այդ մանկապարտեզի շինարարությունը եւ եւս մեկ մանկապարտեզի հիմնանորոգում Ուրցաձոր բնակավայրում 4 խմբանի մանկապարտեզի հիմնանորոգումը կավարտվի նույնպես հոկտեմբերի վերջին պլանավորում ենք։ Նոր ուղի բնակավայրում բացի մանկապարտեզի կառուցումից կատարվել են նաև մի շարք այլ կարևոր աշխատանքներ։ Այս պահի դրությամբ նոր ուղի բնակավայրում չունենք բնակելի տուն, որտեղ որ գազաֆիկացում չկա։ Ունենք 7200 գծամետր ոռոգման ցանցի կառուցում, ջրատարերով եւ փակ խողովակաշարերով։ Լուսավորության ցանց ունենք այս պահի դրությամբ գյուղում մոտ 5 տուն, որ 5-6 տուն, որ արտաքին լուսավորության ցանց չկա այդ տներին հարակից կամ մոտիկ, դա էլ նախատեսում ենք մինչև տարեվերջ խոստացել ենք գյուղացիներին, որ ունենալու ենք այդ ու ունենալու ենք։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Վեդի խոշորացված համայնքում հանդիպել են նաեւ խաղողի մթերմամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ Նոր ուսումնական տարին փոքր Վեդի բնակավայրի 450 աշակերտի համար մեկնարկել է հիմնանորոգված դպրոցում։ Որտեղ տեղ չունենք խաղալու։ Այո, այս ժամանակ են լեչևին դաշտներ, ընդայնել իսկ հիմա ավելի մոտ է։ Իսկ դասարանները։ Տակ ու շատ ուրախ անցնել։ Խմբերի համար նախատեսված տեղ կա, որ կախեն, որ չընկնի։ Ազգային ժողովի падգամավորները նոր կյանք բնակավայրում հետևել են ասֆալտապատման աշխատանքներին։ Սա նաև վերահսկողություն խորհրդարանի կողմից մենք նաև հետևողականորեն այցելում ենք այն հատվածներ մարզերի նաև այն բնակավայրեր, որտեղ որ աշխատանքներ պետք է կատարված լինեին կամ կատարման ընթացքում են, ծանոթանում ենք նաև աշխատանքներին, եթե լինում են հարցեր, որոնք պետք է էլի նորից մենք հասցեագրենք, մենք դրանք հավաքագրում տանում նորից ընթացք ենք տալիս։ Падգամավորները շարունակելու են իրենց վերահսկողական գործառույթն իրականացնել այցելելով Հայաստանի տարբեր մարզեր, տեղում համոզվելու, որ բարձրաձայնված խնդիրները ստացել են լուծումներ։